Ցավոք սրտի մենք ունեցել ենք նաև այդ նախադեպը բացասական, երբ որ մայիսի 9-ին Բագրատ Սրբազանին հաջողվեց գեներացնել մի փողոց, որ աննախադեպ էր, որը դեսպան նույնիսկ 18 թվին չէր եղել, եւ ցավոք սրտի անգամ այդ ժամանակ ազգային ժողովի պատգամավորները չնախաձեռնեցին անվստահություն հայտնելու Երեկվայում հայտարարությունից հետո անկեղծած շատ մեծ ուշադրությամբ եմ հետևում արձագանքներին։ Միայն Facebook-ի մեջում տեսանյութը նայել արդեն 54,000-ից ավել մարդ, 2,000-ից ավել դրական հավանումներ կան, հազարավոր դրական մեկնաբանություններ, մեծամասամբ ողջունում են։ Պետրոս Ղազարյանը իհարկե բացառություն է, Տարոն Չախոյանը, մի քանի հոգի կան, որոնք այդ իմաստով բացառություն են։ Ես հասկանում եմ իրենց անհանգստությունը, մարդկայնորեն իրենց նաև կարեկցում եմ այդ իմաստով։ Իրանք միամիտ մարդիկ չեն, իրանք հիմարներ չեն, իրանք հասկանում են ընդհանրապես Սամվել Կարապետյանի շուրջ հասարակական կոնսոլիդացիայի հնարավորությունները, իրանք աչքով տեսնելով դրա պրակտիկ դրսևորումները, իրանք ավելի հիմնավոր են զգում այն անհանգստությունը, որ իրանք պետք է զգան։ Ես կարծում եմ այդ ջղաձգումները ավելի շատ միայն դրանով են պայմանավորված։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ստեղից մինտեղ գնալու, ես միշտ գտնվում եմ նույն վայրում, արդեն 2020 թվականից, դա Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի բոլոր հնարավոր շարժումներն են։ Ես ոչ միայն բոլոր շարժումներին եմ մասնակից եղել ամենաակտիվ դերակատարումով, այլ անգամ ինքս եմ փորձել շարժումներ նախաձեռնել 2022 թվականի օգոստոսի 23-ի անկախության շարժումը, հանրահավաքը, բայց ցավոք սրտի մեզնից ոչ մեկին չի հաջողվել ունենալ հաջողություն։ Հիմա ես տեսնում եմ հաջողության մեծ հնարավորություն եւ իմ համեստ կարողություններով կանգնած եմ նաեւ այս շարժիկը։ Ես միշտ իմ տեղում եմ փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի առաջնագծում եւ ով որ այդ առաջնագծում ունենում առաջնային դեր, նա ավտոմատ դառնում է իմ բարեկամ։ Պետրոս Ղազարյանի հաղորդումների մշակումները շարունակվելու են։ Մեծ, այո, իր գրաֆիկով։ Դա ինքը մեզ վրա ոչ մի դրական կամ բացական ազդեցություն չի թողնում։ Ամեն երեքշաբթի եւ ամեն ուրբաթ։ Ես գիտեմ, որ Պետրոս Ղազարյանը ամենաառաջնային ոնց որ ես եմ իր հաղորդումները պարտադիր նայեմ, որպեսզի տենամ ու մշակեմ։ Ունեցել ինքը նայում է մեր հաղորդումները եւ ոչ միայն ինքը։ Ես գիտեմ, որ դա նաեւ ԿՊ-ում ամենասիրած հաղորդումներից է, իրանք իրար փոխանցում են, բան լսել եմ էլի, դες բան մեծ բավականություն են ստանում ու ճիշտ են անում, այդ հաղորդումները շարունակվելու է, իսկ Պետրոս Ղազարյանի անհանգստությունը կարծեմ ես գրել էի, որ հատկապես ղազախական ցորենի ներմուծումից հետո ինքը ավելի լավ է, ավելի հանգիստ զբաղվի իր հիմնական գործով։ Պարոն Ղազարյան, քանի որ ասեկոսները տարածվում են եւ շահարկվում են նաեւ այս հարցը, ուզում ես մասով էլ սպառեք, մասնավորապես ձեզ ասում են, որ ձեզ խոստացել են արտաքին գործերի նախարարի պաշտոն, նման խոստումներ բաներ ստացել եք։ Ես ուժեղ Հայաստան թիմին միացել եմ առանց որևէ քննարկումների եւ առանց որևէ պայմանների, առանց որևէ պայմանավորվածությունների։ Ես որևէ սպասելիքներ, որևէ ակնկալիքներ քաղաքական առումով, հասարակական գործունեության իմաստով չունեմ։ Ես ընդհանրապես ասել եմ, որ պատրաստ եմ այս նախաձեռնությանը ցուցաբերել հնարավոր ամենայն աջակցություն իմ ինտելեկտուալ եւ ֆիզիկական ողջ կարողությունների մասով։ Որևէ պայմանավորվածություն եւ որևէ մեկի հետ չունեմ եւ անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում ունենալ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելուց բացի, հայրենիքը փրկելու մեր պետականություն ունենալուց բացի, ինձ որևէ բան չի հետաքրքրում։ Ես պետական բարձր պաշտոններ արդեն զբաղեցրել եմ։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում իմ կյանքի որակ պայմանները գրեթե չեն տարբերվում իմ հիմիկվա գործազուրկի պայմաններում աշխատելու որակից եւ պայմաններից։ Ես միշտ բարեխիղճ եմ գտնվել պարտականությունների կատարման հարցում եւ եթե ինձ վստահվել է որևէ պետական պաշտոն, ապա ես դարել եմ ամենայն նվիրվածությամբ եւ ազնվությամբ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։